Երևանից 10 րոպե ու դու հայտնվում ես այս Արարատի ֆոնին։ Լավ մարդ ինչ տիպի պիտի մտածի իր հյուրերի մասին, որ այս քանդակը, այս սիրունությունը տաղավարում սարքի։ Այս մանգալ ենքան սիրունա մարդ ափսոսում է մեջը խորոված սարքի։ Սա առանձնատուն է թե արվեստի թանգարան, չեմ հասկանում, այս հատվածում նաև խոհանոց կա, մի հատ սպասք է էլի, նայեք սիրուն դրել են, մտածել են էլի, որ էսթետիկ լինի նաև։ Արարատի ֆոնին հացը կերակ, կենացները խմեցիք, բայց սեղանի թենիս ով պիտի խաղակ կամ մի րոպե ստեղ պիտի լրջանան պոկեր այն խոսում։ А что в черном ящике? Հետո հասկանում ես այդ քիչ ջան, պոկերը քո խելքի բանն է, գնա այդ PlayStation-ը վերցրու, ես մանկական խաղերը խաղա, դու կարող մեծական խաղակել, ես գլուխ չեմ անում ուղղակի։ Տերաստաններսն են տենց սիրուն սարքել, թե մենակ դրսի մասին են մտածել, չէ, էլի ելու տեսեք ինչքան սիրուն հյուրասենյակա հարմարավետ, փափուկ, վայ։ Այ մարդ էս տանը քանի հատ խոհանոց կա։ Դե լավ, քիզ մեկը բոլորն էլ գիտեն, որ այդ խոհանոցները չի որ քեզ այդքան շատ հետաքրքրում, ալը գնա տեսես ինչա, շատ սիրուն ննջասենյակա, այս քեզ 1, վայ, արդեն երկրորդում ենք, ես այ երրորդն եմ ցույց տալիս, անցանք 4-րդին մի հատ տեսեք ինչ սիրուն է, մինչև 10 անձի գիշերակացել կա։ Սենց ասեմ ես, ձեզ տունը Երևանին ենքան մոտ է, որ ոտ-ոտ կարակ իջնեք, նենց որ ամրագրումների համար գնում եք մեզ։